Բարի ուշ Երիկո ժողովուրդ ջան, պատասխանում եմ Նարեկի վիդեոին։ Հատ, ոչ մի բան չեմ կտրել, որ չասի կոնտեքստից կտրած է։ Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն էր հայտնել 3 գնալ այն ուղը, որտեղ ինքը ծնվել է։ Հետո Սա քաղաքական եւ ռոպագանդիստական քայլ է Ադրբեջանի կողմից, որպեսզի ցույց տա, որ կան ադրբեջանցիներ, որոնք Հայաստան են ծնվել, որ նրանք ուզում են վերադառնալ եւ այլն եւ այլն։ Յա, Իրաք։ Սա 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման ծրագրի քարոզչական հնարք է։ Միևնույն ժամանակ մենք լսեցինք նրա դասարանցու այն հայտարարությունը, որ նա ասում է, որ այդ մարդը երազանց սովորելով միակ սխալը, որ միշտ արել է, Հայաստան բառը փոքրատառով է գրել։ Նրանք մեր երկիրը չեն տեսնում որպես անկախ եւ ինքնիշխան։ Նրանք Լավ, սպասի, ստոպ դուր։ Մի հատ արի անդրադառնանք այս հարցին։ Այսինքն քո ասելով, մարդը իրավունք չունի ասի որտեղ է ծնվել ու իրավունք չունի իր ծննդավայրը տեսնի քո ասելով, հա? Դա ռոպագանդա է քո ասելով, էլի։ Ես չգիտեմ դու ոնց ես մտածում, Նարեկ, ու ընդհանրապես ես միշտ ասել եմ, ես գտնում եմ, որ քո հետ մի բան այն չի։ Կարող է հենց այդ պատճառով է, որ քեզ բանակից ազատել են, ես տեղյակ չեմ։ Համենայն դեպս երկրորդ ուսումնասիրությանը դու չես գնում, օգտվելով քո սահմանադրական իրավունքից։ Բայց դու հելել ես ամբողջ ազգին ինչ որ բան ես ուզում վծիրացանես, էլի։ Արի մոտ խորանանք, էլի, այդ հայերեն, այդ Հայաստան բառը, տեսնում ես փոքրատառ գրել։ Արի մի հատ Սամվելին կանչեն քննության, էլի, որ ուզում է երկրի ղեկավար դառնա, վարչապետ դառնա։ Մի հատ թելադրություն տանք, շատ չէ 5 տող։ Թո գրի էլի հայերեն։ Տեսնենք ստացվում է այդ մարդու մոտ, թե չէ։ Ասենք էսի չես բերել էլի սենց ականջներից մեր կախում։ Ափսոս խաշած բան չունեմ, լապշա չունեմ կախեմ մի հատ ականջներիցս նոր քեզ լսեմ։ Այդ ինչքան շուտ ես մոռանում, որ այդ նույն Արցախում Սերժիկը Թաթարուբոյի հետ կանգնաստափարում էին, դպրոցի բացումն էին անում, Ղարաբաղցիներին էլ ասում էին, այս դպրոցը բացվել է ոչ միայն ձեր համար, այլ նաև մեր Ղարաբաղցի վերադարձող ադրբեջանցի երեխաների համար։ Բա ինչ եղավ, Նարեկ։ Վախի ժամանակ չէր հենց ասում ռոպագանդայի, ադրբեջանական ռոպագանդայի, սրանք ուզում են զավթեն, սրանք ուզում են մեզ ուտեն։ Մի հատ վանկությունը բռներ էլի այդ պահին, քիչ բռնե այդ պահին, հա։ Կասես մի հատ։ Կամ մի հատ էլ հարց տամ, այդ որ ուզում ես այդ մարդիկ ընդհանրապես չխոսեն այդ մասին, որ Հայաստանում են ժամանակին ապրել, չէ որ Հայաստանում եղել են ադրբեջանցիներ, իրանք կոչվել են երազ, ինչքան հիշում եմ, երազ են ասել իրանք, ու իրանք հալածվել են, երբ որ վերադարձել են Ադրբեջան, ադրբեջանցիների կողմից են հալածվել, որտեղ երազ են կոչվել, հետո թողի գնացել են Ռուսաստանները, Բաքվից էլ լիքը մարդ կա, հայ, հենց հիմա Ռուսաստաններում է, ու իմ հետ շփվելուց հենց տելեգրամյան չաթերում բացեի բաց, առանց թաքցնելու որ հենց հնարավորություն ունենան իրանք վերադառնալու են Բաքու։ Բա դրան ինչ կասես։ Էդ էլա ռոպագանդա Բաքուն գրավելու։ Ասենք ինչ ես եկի ասում, էլի ուզում եմ հասկանամ քեզ։ Իրոք ուզում եմ հասկանամ։ Ասածդ ինչ է։ Ուզածդ ինչ է։ Սերժիկը որ դպրոց էր բացում ադրբեջանցի երեխեքի համար, ուր է իր Նարեկ։ Լիքը հայեր կան, որ իրանց պապերը, տատերը պատմել են, որ Թուրքիայում որտեղ են ապրել, որտեղ ա եղել իրանց տունը։ Այդ մարդիկ գնում են, գտնում են իրանց այդ տատերի, պապերի հասցեները, ուզում են տեսնեն, այդ ծննդավայրը իրանց պապու, տատու, ասենք ինչ կա դրա մեջ։ Խիստ դրանից ուզեն։ Նարեկ։ Խես էսի բերում մանիպուլացնում, դու ես ռոպագանդիստը։ Չգիտեմ այդ հрьяանա խորհուրդ տվե, ով է խորհուրդ տվե, չգիտեմ, որ ես հիմարությունը բերես ժողովրդին հրամցնես։ Ուզածդ ինչ է, Նարեկ։ Որ այդ մարդը գա, ասենք, յուրաքանչյուր ադրբեջանցի, այսինքն, ջողացա մի րոպե, այսինքն ձեր ասելով արժանապատիվ խաղաղությունը կնքելու ժամանակ դուք այնտեղ զապրետ եք դնելու, որ ինչ որ մեկը խոսա այդ մասին, որ ինքը ստեղծանվե կամ անդեղածանվե, լուրջ ես ասում։ Ու ընդհանրապես, Նարեկ, դու տեղյակ ես, ինչքան արցախցի ա եկե, որ հայերեն դաժե բառ տար գրել չգիտի։ Տեղյակ ես, որ հեղափոխությունից առաջ ինչքան ընտանիքներ ա հայտնաբերվել, որ ընդհանրապես գիր ու գրականություն չգիտի։ Ինչի մասին ես դու խոսում։ Դրել ես ադրբեջանցուն հիշեցնում ես, որ Հայաստանը փոքրատառ ա գրել։ Դրանով ուզում ես ինչ-որ մի բան մեզ ասած լնես։ Ախր Նարեկ, այն մարդը խոսա այդ մասին, այն մարդը խոսա, որի հետագա տեխնացուն, որի ապագա տեխնացուն հայերեն վարժ խոսում է, էլի։ Ասենք արհեստական բանականությանը չի դիմում, էլի։ Ով է եկի ինչից խոսում։ Ա հերիքա ձեզ խայտարակեք։ Լավ արե, մարդը տեղացնվել հիշել է, ուզեցել է տեսնի ինչ կա դրա մեջ։ Դու կարա զապրետ դնես, մարդուն, որ մարդը հիշի, որտեղ ածնվել, որտեղ մեծացել, այ քեզ բան, այ քեզ շիզոֆրենիա։ մեր երկիրը համարում են իրենց համար հակառակորդ։ Մենք պետք է կարողանանք ունենալ ուժեղ երկիր եւ երաշխավորների միջոցով ունենալ երկարաժամկետ խաղաղություն։ Հələ մի րոպե էլի Նարեկ, էլի սկսվեց մամա Ռոզայությունը։ Ինչ երաշխավորի մասին է խոսքը։ Կասես մի հատ։ Անպայման պապա պետք է ունենաք, Նարեկ, հա? Անպայման ինչ որ մեկը պետք է գա երաշխավորի քո տեղը։ Նարեկ, Հայաստանի Հանրապետությունը անդամալույց չի, խուլու համր չի, տղա ջան։ Հայաստանի Հանրապետությունը լեզու ունի, դիրք ունի, նպատակներ ունի, ուղեղ ունի։ Հայերեն գիտի,
Մեր ղեկավարը նաև անգլերեն գիտի։ Կարում է շփվի։ Լեզու գտել է։ Նարեկ հիմա աշխարհով մեկ ուր գնում է մեր ղեկավարը։ Ոտնկայս են ծափահարում։ Դա հենց այն երաշխավոր լինելն է, որ քո պետությանը բանի տեղ են դնում արդեն, որ քո պետությանը հարգում են։ Քո պետությունը լսելի է, Նարեկ։ Նարեկ իմ պետությանը այլևս ոչ մեկ իրան թույլ չի տալիս, սադержանկա ասի, հասկացար։ Կամ էլ հավաքվի նիստի ժամանակ մատ թափ տա, հասկացար։ Նարեկ ինձ ոչ մի երաշխավոր պետք չի։ Ինձ կոնկրետ Մերի Տոմոյանից Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ուրիշ երաշխավորներ պետք չեն։ Իմ երաշխավորները, իմ պետության երաշխավորները, իմ պետության գլուխներն են, իմ զինվորն է ու իմ ժողովուրդը։ Հասկացար, ինձ ուրիշ պապա պետք չի։ Հերիքա էս քաղաքական պոռնկությամբ զբաղվեք, Նարեկ։ Էսի քաղաքական պոռնկությունը։ Հերիքա պապաներ բերեք մեր վրա։ Տղա ջան, հերիքա։ Ես կարողա դու առանց երկրորդ պապայի, երրորդ պապայի չես կարում քեզ դրսևորես, ես չգիտեմ։ Դա քո գործն է։ Բայց իմ պետության գլխին ոչ մի երաշխավոր մի բեր։ Երաշխավորը նա է, որ քո պետության մեջ արտերկրից մեծ բիզնես է գալիս, Նարեկ, որի վրա իմ կարծիքով հենց դուք աչք եք դրել։ Ռեսպեկտ, Նարեկ։ Չգիտեինք, որ մենք հակառակորդներ ենք։ Մեղա ասում։ Էս ինչ նոր բան բերեցիր, գույտ արեցիր, գույտ։ Իրանք մեր համարում են հակառակորդ։ Հա պարզ բան է, բա ինչ էիր ուզում։ Ուզում էր բարեկամ համարեր։ Հա, դա էիր ուզում։ Չէ, մենք էլ երկար տարիներ բարեկամ չենք լինելու։ Ու չգիտեմ կլինենք թե չէ։ Բոլոր պետություններն էլ բոլոր պետությունների հակառակորդներն են, Նարեկ։ Если что։ Այն սուտի բարեկամություն, բան, մոռացի։ Քաղաքականության մեջ գոյություն չունի բարեկամներ։ Կան շահեր։ Այսքան բան։ 100,000 ադրբեջանցիները Հայաստանում, պատկերացրեք, ադրբեջանցիներ են գալիս եւ մի օր միջադեպ է տեղի ունենում հայ մարդու եւ ադրբեջանցու միջեւ։ Ելնելու են հայտարարեն քրթականները, որ մենք չենք կարող նրանց պատժել, քանի որ այդ դեպքում խաղաղությունը կխաթարվի եւ Ադրբեջանը պատերազմ կսկսի մեր դեմ։ Եվ մենք մեր երկրում կհայտնվենք գերի կարգավիճակում։ Նարեկ, մի միջադեպի պատճառով պատերազմներ չեն սկսում, ախպեր ջան։ Բայց ես քեզ հիշեցնեմ Գյումրու մարդասպանությունը, երբ որ զինվորը ռուս մտավ 7 հոգու ընտանիքի սպանեց։ Ես հələ չեմ հիշում, որ ինչ որ մեկը կոչ անեիք, որ պատերազմ ենք սկսելու, էլի։ Չեմ հիշում։ Այս մեկը ճիշտ ասեցիր։ Զարմացած եմ։ Հենց հիմա ներկայությամբ հայ ժողովուրդը գերիա ձեր ձեռը։ Հենց հիմա հայ ժողովուրդը թավիշ հասկացողության պատճառով գերիա հին թալանչիների ձեռը։ Այսինքն նստած դիմանում է ձեր ձեռը։ Այդ թավիշ հասկացողությունը խնայում է, որպեսի աշխարհով մենք որպես ժողովրդավար պետություն հանդես գանք ու ձեր նմաններին մենք դիմանում ենք։ Այո, շատ ճիշտ բան ասիր։ Որ ես քոչ, Սերժ, ինչքան թալանչի շուն կա, հավեսով ֆրֆռում է, նստած չի։ Մենք դիմանում ենք, որպեսի ինձ չլինի, որ մենք ինչ որ հաշվի հարդար ենք տեսել, պետությունը ձեր շանս հատվել, էլի։ Թալանչիներին։ Շատ ճիշտ բան ասեցիր։ Ու մենք այդ ժողովրդավար լինելու խաթր, ասենց ասեմ, որ քեզ ավելի հասկանալի լինի, էլի։ Մենք դիմանում ենք։ Նարեկ, խաղաղությունը շատ նուրբ հարց է։ Երկու կողմը ազգերն էլ իրար մեղադրում են։ Ստեղ իհարկե կարող են լինել պրովոկացիաներ։ Տարբեր մուծված, թե ռուսի կողմից, թե մեր հայ տականքի կողմից, թե հենց իրանց ֆաշիստական այդ կառույցների կողմից կարան լինեն պրովոկացիաներ։ Նարեկ, նույն կերպ կարա հայը վնասի ադրբեջանցուն, Հայաստանի Հանրապետությունում։ Էդ էլ կարա լինի։ Բա հենց դրա համար մենք կոչվում պետություն, Նարեկ, որպեսզի կարողանանք այդ ամեն ինչը կոնտրոլի տակ պահենք։ Պետքա երկխոսենք, Նարեկ։ Պետքա երկխոսենք, այս ազգերին պետքա բարիշացնել, Նարեկ, ուզես դա, չուզես, դա պետքա արվի, մեր ապագա սերնդի համար դա պետքա արվի։ Այս ողերիմ թշնամանքը պետքա դրա վերջը դրվի, ուզես, չուզես։ Ու ավելացնեմ, եթե մեր արտաքին ռազմետկեն մնար ռուսի ձեռը, ես քեզ կհասկանայի, որ անհանգիստ ես։ Իսկ հիմա ես քեզ ասում հանգիստ եղի, Նարեկ ջան, Բալիկ ջան։ Արտաքին ռազմետկեն Հայաստանի Հանրապետության տղերքի ձեռն է։ Հանգիստ եղի։ Նարեկ պետք չի էլի, բերանս բացել մի տուր։ Բերանս բացել մի տուր։ Քիչ եք տժացե ադրբեջանցիների կաֆեներում ու ռեստորաններում։ Հմ։ Եվ մենք մեր երկրում Դե Ռուսաստանի ադրբեջանցիները իրանք լավ Սա են։ մեր ուզածը թե ոչ։ Նա կասես հասկանամ։ Մեր երկրի ուժեղ առաջնորդություն է պետք, երաշխավորված խաղաղություն է պետք, որպեսզի մենք պատմականորեն մենք լինենք թելադրողը մեր երկրում ինչ ենք անում, համադրությունը ինչպես է լինելու եւ իրավական նորմերը ինչպես են լինելու։ Եվ դա լինելու է։ Հայ ազգը դրան պատրաստ է։
Հերթական անգամ էլի քեզ հակասեցիր։ Համ ասում ես պապայապետ, կամ էլ ասում ես մենք պատրաստ ենք, հայ ազգը պատրաստ։ Չէ, հայ ազգը պատրաստ է, դի հաստատ։ Առանց քեզ, առանց Սամվելի, առանց Գագոյի, առանց Քոչվորի, առանց ձեզ, հայ ազգը վաղուց պատրաստ է, տղա ջան։ Այդ դու ես նոր եկի առաջ, ուզում ես քեզ առաջարկես, այն էլ չի ստացվում, շատ վատ է ստացվում։ Համ ասում ես պապայապետ, կամ էլ ասում ես մենք պետք է որոշենք։ Մենք վաղուց ենք որոշել, որ մենք ենք որոշելու։ Այդ դու չես կողմնորոշվել, տղա ջան։ Ուր սենց առավոտից իրիկուն դասեր եք տալի ժողովրդին, արժանապատիվ, արժանապատիվ, արժանապատիվ։ Մի օր չտեսա Ռուսաստանում։ Ծիրանի օր ուր էիք, ուր էր ձեր արժանապատվությունը, երբ որ հայ էին նվաստացնում։ Կասես Նարեկ, որտեղ էիք։ Մի հատ հայտարարություն չտեսա, մի հատ պահանջ չտեսա։ Այդ Գյումրին որ գյուլեցին ցելի ընտանիքի, ինչի՞ մի անգամ չհելար Ռուսաստանից։ Արժանապատիվ, պատիժ չպահանջեցիր ռսից։ Հը՞։ Արցախում որ սոված էին պահում, խի մի անգամ արժանապատիվ սահմանապահների գործունեություն չպահանջեցիր։ Արժանապատիվ բառը ասելուց առաջ մի հատ օրինակ ծառայեք։ Եղավ Նարեկ, այսքանը։